Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է։ Հյուրս Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, տակավի վերջերս երկու շատ պատասխանատու մրցման մասնակցեց մեր հավաքականը։ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում թիմային հաշվարկում մեր կանանց ընտրանին 3-րդ տեղը գրավեց եւ 3 հոգով փոքր թիմով մասնակցեցիք նաեւ աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կայացավ Եգիպտոսում։ Էական նվաճումներ էին եւ հենց դրանց մասին ենք եւ ընդհանրապես այսօրվա կանանց ծանրամարտի մասին ենք մենք այսօր զրուցելու, սակայն մինչեւ զրույցին անցնելը գործընկերներս տեսանյութ են պատրաստել այդ մրցումների մասին, այդ տեսանյութով կարճ ամփոփեն, հետո գանք ու զրուցենք։ Խնդրեմ։ Վրաստանի Բաթումիից մինչև Եգիպտոսի Իսմայիլիա հայկական ծանրամարտը շարունակում է իր տպավորիչ մրցաշրջաններից մեկը։ Այսօր արդեն դժվար է խոսել հայկական ծանրամարտի մասին, առանձնացնելով միայն տղամարդկանց հավաքականը։ Եթե մի քանի տարի առաջ կանանց հավաքականի հաջողությունները հաճելի անակնկալ էին թվում, ապա այսօր դրանք արդեն օրինաչափություն են։ Օրեր առաջ կայացած Եվրոպայի առաջնությունում հնչեց Հայաստանի օրհներգը, իսկ երիտասարդների աշխարհի առաջնությունում նոր սերունդը վերահաստատեց այս հաջողությունները պատահականություն չեն։ Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում փայլեց Էմմա Պողոսյանը, 86 կիլոգրամ քաշային կարգում նա վստահ քայլերով հասավ չեմպիոնության։ Երկամարտում Պողոսյանը գրանցեց 248 կիլոգրամ արդյունք, հատկանշական էր հատկապես հրում վարժությունը, որտեղ հայ մարզուհին ոչ միայն հաղթեց մրցակիցներին, այլև ցույց տվեց այն հոգեբանական ամրությունը, որով այսօր առանձնանում է հայկական դպրոցը։ Հին աշխարհի գլխավոր ստուգատեսում Հայաստանի հավաքականի մեդալային հաշվեկշռին ավելացավ եւս մեկ կարևոր նվաճում։ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 58 կիլոգրամ քաշային կարգում նա երկամարտի 210 կիլոգրամ արդյունքով բարձրացավ պատվոհարթակ։ Իսկ Աննա Ամրոյանը թեև երկամարտում արդյունք չունեցավ, այնուամենայնիվ մրցահարթակից հեռացավ պատմական նվաճմամբ։ Ձախողելով պոկում վարժության բոլոր մոտեցումները հայ ծանոթը հրում վարժությունում բնավորություն ցույց տվեց եւ նվաճեց ոսկե մեդալ, սահմանելով նաեւ երիտասարդների Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ։ Բայց Բաթումիի մրցահարթակը միայն հաղթանակների մասին չէր։ Այն նաեւ հրաժեշտի վայր դարձավ հայկական ծանրամարտի փորձառու ներկայացուցիչներից մեկի Տաթև Հակոբյանի համար։ Գերծանր քաշային կարգում ելույթից հետո 2023 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնը հանեց մարզակոշիկներն ու թողեց մրցահարթակին։ Ծանրամարտում դա լուր, բայց շատ խոսուն ժեստ է, կարիերայի ավարտի խորհրդանիշ։ Մի սերունդ ավարտում է կարիերան, մյուսը բարձրացնում ծանրաձողն ավելի վեր։ Եգիպտոսում անցկացված երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կրկին ունեցավ իր ոսկե մեդալակրին։ Եվրոպայի առաջնությունում ձախողած ելույթից հետո Աննա Ամրոյանը 77 կիլոգրամ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում եւս բարձրացավ պատվոհարթակ։ Երկամարտի 253 կիլոգրամ արդյունքով հայ մարզուհին նվաճեց բրոնզե մեդալ։ Մի քանի շաբաթվա տարբերությամբ Եվրոպայի չեմպիոն եւ երիտասարդների աշխարհի առաջնության մեդալակիր։ Սա արդեն ոչ թե հաջող ելույթ է, այլ կայուն բարձր մակարդակ։ Այսօր ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը պարզապես մեդալներ չի նվաճում, այն ձևավորում է նոր մշակույթ, համառության, կամքի եւ մեծ նվաճումների։ Այսպիսին էին նվաճումները, իսկապես շատ լավ արդյունքներ։ Հիմա սկսենք սկզբից։ Երբ 2000-ականների սկզբին կազմավորվեց Հայաստանի կանանց հավաքականը, ուրախություն մեզ միանգամից ունեցանք երկու շատ ուժեղ ծանրորդ, Նազիկ Ավդալյան եւ Հռիփսիմե Խուշուդյան, ովքեր ուղղակի թնդացրին աշխարհը իրենց նվաճումներով։ Նազիկ աշխարհի Եվրոպայի չեմպիոն, Հռիփսիմեն բազմակի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մրցանակակիր, եւ դրա շնորհիվ բավական լուրջ հոսք սկսվեց դեպի կանանց ծանրամարտ։ Հիմա սերնդափոխությունը կարծես թե կայացավ։ Իհարկե Տաթև Հակոբյանի հեռանալով հիմա այսպես արեց ծանրորդը մնացել է Իզաբելա Յայլյանը, մյուսները շատ երիտասարդ են, չափից ավելի երիտասարդ։ Այսօր ինչ վիճակում եք, մենք առանձին բոլորին կանրադառնանք։ Ըստ ձեզ ամբողջովին կատարվել է սերնդափոխությունը, թե դեռ մինչև օլիմպիական խաղեր դուք հույս ունեք էլի ծանրորդներ ունենալ, որ Լոս Անջելեսում կարող են ինչ-որ բան անել։ Ուրեմն օլիմպիական
խաղերին պատրաստվելու համար, այսինքն վարկանիշ ձեռք բերելու համար մենք ունենք այսօր 4-ից 5 մարզուհիներ։ Նրանք են 86 կիլոգրամային քաշային կարգում Պողոսյան Էման եւ Գյուրջան Լիանան, 77 քաշային կարգում Ամրոյան Աննան եւ 61 կիլոգրամային քաշում, որը պիտի դառնա այսօր 58-ը դառնալու է 61, հուսով եմ կարող է քաշ հավաքել եւ կարողանա այդ քաշային կատեգորիայի մասնակցել Ալեքսանդրա Գրիգորյանը։ Եվ ունենք մենք ավելի երիտասարդ երկու մարզուհիներ 69 քաշային կարգում Մերին Միսագյան, որը մասնակցեց աշխարհի երիտասարդների առավոտյանը եւ 6-րդն էր, նոր Պադանի մարզուհի էր, նոր տեղափոխվել էր երիտասարդներ։ Եվ կա 77-ում նորից մեկը կա Ալինա Սուկիասյանը։ Այս սրանց հետ կա նորը չի կարող հասնել այդ աշխարհին, որ կարողանա մասնակցել, քանի որ արդեն աշնանից սկսվում է վարկանիշային առաջնությունները աշխարհի առաջնությունից եւ այս անգամ վարկանիշ ձեռք են բերում այն մարզիկները, որոնք 5 մրցումների հանրագումարի երկամարտի հանրագումարով գրավելու են միջև 8-րդ տեղը։ Այսինքն մենք բոլոր մրցումները պիտի եւ 6-ական մարզիկ մարզուհի 3 տղամարդ 3 ընդհանուր թիմը 6 ընդհանուր թիմը 6 3 կին 3 տղամարդ այդ կանից մենք պետք է ընդրենք 3 կին մարզուհի ով կարողացավ դիմանալ 2 տարի դեռ կա ժամանակ մենք հիմնական շեշտը դրել ենք հաջորդ 27 թվականի աշխարհի առաջնությանը որը կայանալու է Երևանում երևի դեռ մենք փորձենք ավելի բարձր երկամարտի գումար վաստակել, քանի որ եւ մեր տանն են մրցումները եւ ոգեվորությունը շատ է, հատկապես եւ երկրպագուները շատ կլինեն։ Եվրոպայից հետո արդեն այդ ոգեվորությունը այսօրվանից երեխեքի մեջ ոգեվորությունը մտածեք 27 թվականին տեսեք ինչ ենք անելու։ Դա Աստված իրանց առողջություն տա, ամենակարևորը հասնենք այդտեղ։ Հիմա հերթով գանք։ Ալեքսանդրա Գրիգորյանը շատ լավ սկսեց, անակնկալ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում, բայց մի քիչ այսպես մարզական բախտ չունի, այն առումով որ քաշի խնդիր, անընդհատ քաշի փոփոխություն, ինքը մինչև հարմարում է մի քաշին, այդ քաշը փոխվում է ու իր մոտ էլ կարծես թե այդ քաշային խնդիր կա էլի հավաքել իջնելու։ Ինչ եք մտադիր անել։ Ուրեմն Ալեքսանդրա Գրիգորյանը հենց սկզբից երբ Պադանի էր, նոր սկսեց մասնակցել միջազգային մրցումներին, մի քիչ նա կաղում էր Պոգում վարժությունից, բայց Հրում վարժությանը ինքը հերոս էր։ Եվ Պոգման ժամանակ թեգուզը գներ 10-րդ տեղ, Հրում վարժությունից պետք է անպայման կրեր եւ երկամարտում դառնար հաղթող։ Իր մեջ մի հատ էցևի կարծրատիպ մտա, որ ինքը կարող է միշտ էցևի մասնակցել։ Ու երկար ժամանակ այդ համակարգը պահպանեց համայր է, էլի։ Մի քիչ մոդը մտավ վախ, մի քիչ անվստահություն, Պոգման վարչությանը, զգուշություն, այնքան որ այդ վարչությունը կատարի, իսկ Հրումը նրա ամենակարևոր հաղթաթա։ Բայց արդեն վերջերս մենք զրուցել ենք իրար հետ, ինքն էլ է արդեն զգացել, որ հնարավոր չէ ցեվի, որովհետև արդեն Պոգմում պետք է կատարել կիլոգրամներ հավաքել, որտեղ նրանք արդեն սկսել են նաև հրել։ Իսկ այդ պարագայում արդեն դժվար կլինի։ Դրա համար էլ էս Եվրոպայի առաջնությանը 91 ինքը Պոգում կատարեց, բայց եթե մոտավորապես 95-97 Պոգում էր, ինքը անպայման նաև կարող էր չեմպիոն դառնալ եւ կարող էր հաղթել օլիմպիական մրցանակակիրին ուկրաինացուն։ Նրա քաշը այս Եվրոպայի առաջնությանը կանգնել է ընդամենը 54 կիլոգրամ։ Եթե մի քիչ պահեն կարող է 53 էլ իջներ, բայց մենք չենք թողնում, որ ինքը պիտի բարձրանա, այսօր անդադ հավաքների մեջ ենք պահում իրեն լրիվ հսկողության տակ իր անձնական մարզիչ Քրիստինե Պետրոսյանի հետ, որովհետեւ քաշը կարողանանք ավելացնել։ Իր աշխատանքային քաշ, որոնքով պիտի լինի մարզումների ժամանակ 61-ի համար կոնա 63-64 կիլոգրամ։ Եթե ինքը այդքան կարողանա քաշ ունենա եւ կարողանանք մենք քաշը գցելով իրան հանենք հաշտակ, ես համոզված եմ Ալեքսանդրան մեծ արդյունքներ։ Ես հիմա հիշեցի Ռուսիմե Խուրշուդյանի նմանատիպ խնդիրը, տարիներ շարունակ իջնել չէր կարողանում, բարձրանալ քաշ չէր հավաքում։ Ու մասնակցում էր գերծանր քաշային կարգում, որտեղ 87 կիլոգրամ էր։ Զուզու Լալան,
Կառոպկոն 50-60 կիլոգրամ ավելի էին իրենից, եթե ոչ շատ 160 կիլո էր Կառոպկոն 160 կիլոգրամ ինքն էլ 87 կիլո եղել Օլիմպիադային Անգլիայում 87 կիլո է կշռվել խնդրեմ երկու բրոնզե մեդալիст երկու անգամ ծանր էր ոնց պիտի նրանց հետ մրցակցեր դրա համար այդ քաշի խնդիրը շատ կար ծանրամարտում քաշի խնդիրը շատ կարևոր է շատ կարևոր այո այդ գծել Բարսելոնա հատկապես այն մարզիկների մոտ ովքեր ճարբային շեյդը քիչ է այսինքն մագանային շեյդն է մագանը շատ է իսկ մոտ շատ լավ Աննա Ամրոյան իսկապես շատ լավ ծանրորդ շատ կռիվ տվող բայց Եվրոպայի առաջնությանը սայթակեց փոքուն վարժությունում ու այստեղ արդեն պիտի մտածել տակտիկական սխալ էր դա ինքը չտրամադրվեց թե ինչ-որ բան այնպես չգնաց։ Հիմա ձեր կարծիքն եմ ուզում լսել։ Ամրոյան Աննան պատրաստ էր մինչև 110 կիլո փոքուն վարություն անել, նա որովհետև մարզումների ժամանակ մինչև 108 տարել է, 10 է մոտեցել, այսինքն նույնիսկ մենք շատ քիչ էինք սկսել, մեր մտածելով 102-ը։ Դա Աննան մի քիչ էմոցիոնալ աղջիկ է։ Նա նախավարժանքի ժամանակ 100 կիլոն նախավարժանքի ժամանակ ինքը այն ծևի արեց այնքան թեթև արեց մի քիչ կասկածել է ինչ իմաստով մասնագիտական բան ասեմ էլի երբ մարզիկը նախավարժանքին այդ կարգի թեթև է անում կնշանակի ամեն ինչ տալիս է այդ պահին ինչ որ էլ բան չի մնում իր մեջ շատ տվեց եւ այդ թեթևությունը իրան վախեցրեց են առաջի մոդեսմանը թե ինչ ծևի մոդենա այդ 102 կիլոին եթե շատ թեթևն էլ է վտանգավոր կարող է այնքան շատ ուշտար հետևից գցե կամ տեմից հատկապես ցանորդների մոտ երբ առաջի մոդեցում մի քիչ լավ չի ստացվում մի քիչ սկսում արդեն հոգեբանական խնդիր իսկ հոգեբանական խնդիրը բերում է նաև իր հետ միասին զուգահեռ տեխնիկական խնդիր եւ լարվածություն եւ 1 2 3 ու վերջ հետո ինքը նույնիսկ չրել ուզում մասնակցել հրման վարությանը բայց ես իրան բացատրեցի որ եթե չմասնակցես հրման վարությանը ուրեմն լավ չի լինի որովհետեւ դու պետք է ցույց տաս որ դու ուժեղ ես դու կարող ես բազապես չստացվեց իդեպ ասեմ որ Աննայի յուրաքանչյուր մեկ մոդեցումը մեր թիմին ամբողջ տալիս էր Եվրոպայի չեմպիոն թիմային հաշվարկում ավելի շատ ես տխրեցի, քան պիտի Աննան տխրեր։ Որովհետև ես շատ էի խնդրել ֆեդերացիային, որ թիմով մասնակցենք, որտեղ անցած տարի մենք եղել էինք թիմով հաղթող։ Այս տարի ես գիտեի, որ այս տարի պիտի արդեն թիմով մասնակցենք ու թիմի քանակը քիչնա։ Հրաժարվողներ սպորտիստ կլինեն, ինչպես տեսակ եղան։ Ոչինչ, չդգեվա, բայց Աննան ապացուցեց, որ ինքը կարող է եւ Եվրոպայի ռեկորդով երիտասարդներին ինքը ավարտեց հերուն վարությունը։ Ոսկե մեդալ իսկ աշխարհի առաջնությանը ինքը արդեն փայլեց ինքը արդեն ինքը մտավ իր ափսեի մեջ ինքը մի քիչ սկսեցինք փոփոխումը մարզբանի նախավարժանքի ժամանակ մենք արդեն հավասարակը շրված շատ նորմալ սկսեցինք եւ եկանք 3 մոդեցումներ տեսակ 6 մոդեցում կատարեց 6 մոդեցում աշխատեց եւ դարձավ աշխարհի չեմպիոն երիտասարդների աշխարհի հաղթող բայց սա դեռ բավական հեռու է մեծահասակների արդյունքներից, որովհետև մենք գիտենք, որ մեծահասակներում լուրջ մրցակցություն կա եւ առնվազն ամեն վարժությանը 5-ից 7 կիլոգրամ պիտի ավելացնել, որ կարողանալ այնտեղ մրցակցել։ Ըստ Չինաստանում մի քիչ ավելի շատ նույնիսկ, այո, Չինաստանի աշխարհի առաջնությանը կհասնենք, բարելավել Աննայի արդյունքը գումարային 15 կիլոգրամ։ Անպայման կբարելավենք։ Կարող ենք Լոյան անպայման կբարելենք, բայց ուր կհասնենք, ես չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Եթե ոչ մի վնասված չլինի, ոչ մի հիվանդություն չլինի, վերականգնման process-ները շատ լավ անցնի, որտեղ շատ կարևոր է հիմա վերականգնման process-ները։ Այսօր մարզում ենք, վաղը արդեն նույն հաջորդ մարզումը մենք չենք կարող լիարժեքadrել, որտեղ վերականգնման process-ները մի քիչ կաղում է մեր մոտ։ Եթե մենք կարողանանք լավ վերականգնենք, նորմալ ծանրաբեռնվածությամբ մարզումներ անցկացնենք, ամեն ինչ լավ լինի, իմ կարծիքով Աննան կարող է սրա վրա երկամարտում 20-ից 25 կիլոգրամ վրան ավելացնել։ Իմ կարծիքով կներեք, որ մի քիչ բարձր խոսացի, բայց եթե այդպիսի աճ լինի, սովորական ամենապարզ թվաբանությամբ անգամ մենք լուրջ նվաճումներ կունենանք։ Իմ կարծիքով պիտի որ լինի, Աննան արդեն հասկացել է ոնց է մարզվելու։ Շատ բարի։ Եվ մեր զույգը տանդեմը Էման Պողոսյան եւ Լիաննան Գյուրջյան։ Լիաննա Գյուրջյանը պատանեկան տարիքում ֆանտաստիկ արդյունքներ էր ցույց տալիս,
բայց վնասվածքի հետևից ուսը պոկեց, հետո ծնկի խնդիր ուներ, մեջքի խնդիր ուներ։ Հիմա կարծես թե մի քիչ ավելի կազդուրվել է, բայց միևնույն է այդ ձեր ասած այդ անվստահությունը մեջն է ու վախենում է։ Արդեն ինքը բարձր քաշերից սկսել է վախենալ։ Եվ դա հասկանալի է, դու պատանի ես, դու երիտասարդ աղջիկ ես, բարձրացնում ես վնասվածք ես տանում, անմիջապես սկսում ես երկյուղ կրել քեզ մեջ, թե հաջորդ անգամ ինչ կլինի։ Այս առումով ինչ եք անում, հոգեբանական աշխատանք, չգիտեմ, անձնական զրույցներ, որովհետև ես տեսնում եմ, որ ինքը ունակ է, ինքը բազուկներում ուժը կա, տեխնիկան կա, բայց վերջի կռիվը չի տալիս, այնքան ինչքան պիտի տա։ Ճիշտ եք նկատել, օրինակ անցած տարի Լիանան ավելի շատ արդյունք արեց, քան այս տարի։ Ուղիղ անցել է 1 տարի, չնայած ինքը ավելին էր պատրաստ, քան անցած տարի։ Բայց ես չգիտեմ, ինքը չկարողացավ մտնել իր ափսեի մեջ, հատկապես Պոգբի վարության ժամանակ հենց առաջին մոտեցումից, ինքը վերիպեց առաջին մոտեցումը, ես ասի չեն որ քիչ առաջ որ այդ առաջին մոտեցումը շատ կարևոր է ցանրոթի համար։ Երբ վերիպեց նրա մեջ մտան նորից են հին զգացումները, զգուշությունը, վախը, հանգարց այս անգամ բաներ մի հատ էլ նորից վնասված թեմա օլիմպիադայի թեմա աշխարհը էս են է ու սկսեց արդեն հատկապես իրան հակառակորդներ նաև մեր Էմա Պողոսյանը հետո Էման էլ անվրեպ առաջ էր շարժվում այստեղ էլ Լիանան մի քիչ այն ստացվեց էլի որ կար Լիանան կարող է ինքը 110 է մոտեցել 110 է արել մարզումների ժամանակ ինքը ավելի ուժեղ էր քան Պողոսյան Էման, բայց Պողոսյան Էմայի էմոցիաներն են ինքը տվեց ամեն ինչ որ այն էր, ցանկությունը շատ էր։ Լիանան մի քիչ հանձնվեց։ Ես հարցրեցի Լիանին, ինչի հանձնվեցիր, ինչի համար, տեքսենք, չգիտեմ, Գերադաշ չկարողացա մտնել իմ ափսեի մեջ եւ հիասթափություն մտա մեջս եւ չկարողացա ինձ գտնել։ Ժամանակ չեղավ։ Հետո իր մեջ չկատարածի մեղքի զգացողություն կար։ Նայում էի իրեն ու հասկանում էի, որ ինքը գիտեր, որ կարող էր, բայց չարեց ու դրա համար ինքը իրեն մեղադրում էր։ Հետո մեղադրում էր, որ իր օրը չէր։ Չգիտեմ, դե իր օրը երբ էր, իմանա իր օրը երբ էր, ես մրցումները կտեղափոխենք այդ օրը։ Իսկ Էման Պողոսյան ֆանտաստիկ էր։ Ես տեսա կռվող, պայքարող ծանրորդ, կայացած։ Ճիշտ է, աշխարհի համար դեռ սա լուրջ արդյունք չէ, այսպես ասեմ, բայց Եվրոպայի չեմպիոն եւ դա փառկասո կայացած իրողություն է։ Հիմա այստեղ էլ պիտի ավելանա, այստեղ էլ պիտի 20 կիլոգրամ երևի ավելանա, որ աշխարհի առաջությունում ակնկալիքներ ունենանք։ Ախր այդ այնպես հարցեր ես չեմ կարող ասել, դա ինչքան կավելանա։ Կավելանա, բայց անպայման պետք է ավելանա, չի կարող չավելանա, որովհետեւ Էման հատկապես ինքը հենց բարձունքի վրա է, բարձրանալու։ Ցանամարդում դե դժվար է, կարող է 2 տարի կանգնի արդյունքը, դու միանգամից թրիշկային թռնի։ Այսօր այդ թրիշկային պահն է մայի մոտ։ Եվ դա ոգևորություն է մտցնում հոգեբանորեն։ Եվ ինքը եւ տեսնում է իր աճը, եւ ցանկություն է առաջանում շատ մարզվելու, լավ մարզվելու։ Հենց այդ բոլորը միասին վերցրած արդեն արդյունքը պիտի որ աճի։ Պարոն Էրսյան, հիմա որ այսպիսի արդյունքներ մենք ունեցանք, հիմա որ չեմպիոն ունեցանք, մեդալներ ունեցանք, բերեց երեխաներ, աղջիկներ բերեց ծանրամարտ։ Անպայման կբերի, անպայման այն ժամանակ, երբ Նազիկը դարձավ աշխարհի չեմպիոն, մեր տալեջում տեոքսետаж չկար աղջիկների, ծնողներն են, պապաներն էին բերում։ Հատկապես մամաները, որոնք որ պապաներն ավելի կողմ էին, քան մամաները, բայց արդեն բերում էին։ Հիմա էլ կլինի։ Մենք այս տարի մի հետաքրքիր բան ֆեդերացիան մտածեց եւ իրականացրեցինք։ Առաջարկություն եղավ պատանիների թիմը առանձնացնել երիտասարդներից եւ մեծերից եւ նշանակել պատանների ավագ մարզիչ Պետրոսյան Քրիստինեին հրաշալի աշխատող նվիրյալ ծանրամարտին նվիրյալ մարդ է եւ այն պատանի ծանրորդները որոնք որ տեղերում տներում մարզվում էին միջև այն ժամանակ միջև հասնում էին ինձ արդեն ուղիղ 90%-ը չէին մարզվում, որովհետև մարզիչները տանը մի քիչ տաբում էին, վնասվածքներ, հիվանդություններ, արագ քամել հասցնել այնտեղ, որ գումար աշխատելու հետո ինչ կլինի կիլո անի, որ գերադաշը վես նայում էին Եվրոպայի արդյունքները, դե այս կիլոներն են պետք, դրան հասնելու համար էս է պետք, շուշուտ եւ վնասվածք, հիասթափություն եւ այլն։ Բայց հիմա շատ լավ է, շատ հանգիստ, արդեն
դեմետր падանների մրցումները պես կարևոր չկան, բայց հուլիսին է աշխարհի առաջնությունը, բայց արդեն Քրիստինե Պետրոսյանը մեր ֆեդերացիայի կողմից անցկացրել է արդեն 3 ուսումնամարզական հավաքներ, այսինքն այն մարզուները, ովքեր պիտի տանը այդ կռիվ տավին տային ծողի հետ, որ հանգած վնասված չստանային, ստեն արդեն խախանդ, հանգիստ, իմ հսկողության տակ, անտատ կաբը կա, հայ հիմա արդեն իմ թվում է, որ ամեն ինչ լավ կլինի և падանիների հոսք ավելի շատ կլինի, քան առաջ էր։ Առաջ է շատ կային, բայց չեն հասնում են կիլոգրամներին, երբ որ արդեն ընդգրկվեին հավաքականի մոտ, որտեղ իմ մոտ այն ժամանակ և մեծերը, և падանիները, և երիտասարդները իրար հետ էին։ Հիմա մեծահասակների հետ падանին չի ստացվում։ Երիտասարդ աշխատանքը լրիվ ուրիշ է, նույնիսկ ամեն մեկ ետ եմ ես առանձին աշխատում։ Առանձին ճիշտ է, պլանը, օրվա պլանը մեկ է, դա կմախկն է այդ պլանը, բայց յուրաքանչյուր մարզիկ ունի իր առանձնահատկությունները եւ յուրաքանչյուր այդ առանձին է մարզում։ Շնորհակալություն, պարոն Նեշիսյան, հիմա գործընկերս Մարիամը պիտի ձեզ հարցեր տա, այդ հարցերը հեռուստադիտողներն են ուղարկել, տեսնենք թե ինչ է հետաքրքրում հեռուստադիտողներին։ Խնդրեմ։ Մարիամ, ծանրամարտը միշտ էլ հետաքրքրություն ունեցել է եւ շատ են եղել հետաքրքրվողներ, հիմա հարցերը շատ են։ Այո, մարզաձևը շատ տարածված է եւ շատ հայտնի Հայաստանում եւ շատ են հետևում ձեր մարզաձևին։ Տեսնենք ինչ են ուզում իմանալ։ Պարոն Ներսիսյան, այս սերնդի մարզուհիներից ում վրա եք ամենամեծ հույսերը դնում առաջիկա մրցաշարերում։ Այդ հարցը մի քիչ կորեկտ հարց չի տվել, ես բոլորի վրա, ես բոլորին եմ սիրում, բոլորին եմ հույս տա, չի կարելի ասել մեկին առանձնացնել մյուսից։ Չնայած գիտեն, իրանք է գիտեն, մարզուհիները իրանք ավելի շատ գիտեն, քան թե ես, բայց ես աշխատում եմ, որ այն տագինն էլ հասցնել եմ վերևինին եւ իրար հետ առաջ երթամ։ Բոլորի, ես կասեի այդպես։ Կանանց ծանրամարտը Հայաստանում արդեն մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Ձեր կարծիքով ինչպես փոխվեց հասարակության վերաբերմունք այս մարզաձևի նկատմամբ։ Արդյունքները, որովհետև տեսեք 99 թվականին Հռիփսիմե Խուշուձյանն էր համարյա մենակ։ 2000 թվականին Հռիփսիմեն որ դերտար Եվրոպայի առաջնություն падանիների, ոչ ոք չէր հավատում։ Մեր ընկերը Ալավերդյան Փաշիկը Զաքարյան իշխանի մոտ գրություն էր թողել, եթե Հռիփսիմեն չբերե մեդալ, ինքը հրաժարվում է սպորտից, Փաշիկը։ Եվ Փարքասը Հռիփսիկը մեդալ բերեց, երրորդ տեղ նվաճեց։ Դրանից հետո արդեն 2003 թվականին արդեն Դորտմունդում արդեն չեմպիոն դարձավ։ Այնտեղ մենք սկսեցինք արդեն կամաց, հետո այնտեղ կար Տալուզյան Մելինե, ահագին մեդալներ բերեց, կրկնակի Եվրոպայի չեմպիոն դարձավ, Հռիփսիմեներ, Նազիկ Ավդալյանը, այդ արդյունքները, հետո էլ այդ կարծրատիպը կար, որ աղջկա մարզաձև չէ, մենք ուզում էինք ապացուցենք, որ ընդհակառակը շատ էլ գեղեցիկ եւ շատ էլ նուրբ ձև է։ Չի կարելի, եթե դա ծանրություն է, դա չի նշանակում, որ շատ կոբիդ է։ Գիտեք, իշքան նուրբ է, շտանգեն նուրբ պիտի վարվես ծանրացողի հետ, որ ինքը կարողանաս ինտերվերսնել քեզ եւ կարողանաս նրան բարձրացնել։ Եվ այսօր Եվրոպայի առաջնությանը կանայք 20 հոգով ավել են, քան տղամարդիկ։ 190 քանի հոգի կանայք են, 170 քանի հոգի տղամարդիկ։ Պատկերացրեք իշքան երկրներ կա, որ տղամարդ ծանրորդ չունի, կին ունի։ Օրինակ Անգլիան ունի թիմ, ամբողջ մի թիմ, նույնիսկ այնքան են, որ արդեն բաժանվել են Ուելս եւ այլն, բայց տղամարդկանց համարյա չկա։ Նույնը Ամերիկա Միացյալ Նահանգները։ Պատկերացրեք, այսօր այն կանայք են հիմնականում մարզվում ծանրամարտում, ովքեր ուզում են տարբերվել մնացած կանանցից, ինչը դա անպայման կինը կառուցեւ անի կամ ասենք թե տորտ թխի։ Չէ, կարող են նաեւ ծանրություն բարձրացնել եւ շատ այսօր թողած ովքեր թողել են սպորտը, Նազիգը, Հռիփսիմեն, տեսեք Քրիստինեն, Աննան, իմ աշակերտներս, տեսեք ինչքան գեղեցիկ, ինչքան սիրուն կազմվածքով աղջիկներ են դարձել։ Հենց սկզբից որ 2000-ի սկզբներից որ մարդիկ հարցում են Գերարդաշ կարող է հետագայում խնդրեմ եղնի երեխա ունենալու եւ այլն կան ծանրություն եւ այլն ասեմ այսօր արեք տեսեք թե այդ ծանրորդ աղջիկներն ինչքան սիրուն լավ երեխեք ունեն բոլորը Ինչ առանձնահատկություններ ունի կանանց հավաքականի հետ աշխատանքը համեմատած տղամարդկանց ծանրամարտի հետ։ Առանձնահատկությունը շատ է, այսինքն կանանց հետ շատ դժվար է։ Նրանց հետ պետք է ավելի մի քիչ ուրիշ ծավի աշխատես, տղամարդու հետ կարելի է տղավարի խոսել։ Երբ որ ինչ-որ բան այն չեն անում, կարող ես կանչել մի կողքի, բացատրել, դնել տղավարի խոսել հետ, աղջկա հետ մի քիչ դժվար է։
Հատկապես իմ համար, որտեղ ես արդեն մի քիչ տարիքս արդեն մեծացել է, իրանք ինձ համար արդեն թորնիկից եմ փոքր։ Մի քիչ դժվար է, այն ժամանակ հեշտ էր մի քիչ։ Հրիփսիմեի նազիկի ժամանակ, այն ժամանակ մենք համ տարիքների տարբերությունը շատ չէր, իհարկե շատ էր, բայց այդքան չէր, ինչքան հիմա։ Իրանք ինձ հետ շատ էին կիսվում։ Իրանց բաբաների, մամաների դա ավելի քիչ էին կիսվում, քան ինձ հետ։ Դե ես իրանց ոչ միայն ծանրամարդ էի սովորեցնում, այլ նաև սովորեցնում էի ճիշտ կյանք մնել, որովհետև գիտեի որ այդ երեխեքը ես ստիպում եմ որ չշփվեն դրսի հետ։ Շատ նվիրեն իրանց սպորտին, բա որտեղ են դասիրակվելու, որտեղ են կրթվելու։ Եկուց որ սպորտը թողեցին, ինչ են անելու, ոնց են շփվելու այդ միջավայրի հետ։ Դրա համար էլ մեր խնդիրը նաև, իմ խնդիրը նաև այդ որ աղջիկներին նաև սովորեցնել ճիշտ կյանք մտնել հետո, ճիշտ պահել միջավայրում, ճիշտ խոսել։ Այդ համար մի քիչ դժվար է։ Տղամարդիկ ավելի շատ են շփվում դրսի հետ։ Մենք կանանց մի քիչ զուսպ ենք պահում, որովհետեւ չխանգարի սպորտին։ Կա մի խոսք կամ արտահայտություն, որը հաճախ եք ասում մարզումների ժամանակ։ Հա, ինչու՞ չէ։ Ես ուզում եմ կպնել ամենան նուրբ լարերին, բայց զգուշ էլի։ Առաջ ազատ էի ավելի։ Հիմա մի քիչ ավելի զգուշ, բայց փորձում ես կպնել այն նուրբ լարերին, երբ ես տալիջ եմ մտնում երեխեքը տեսում են իմ դեմքի սարդայությունը, արդեն գիտեն իրանք ինչա պետք է իրանց պահեն, էլի։ Դրա այդ հարցումին շատ են օգնում իմ երկրորդ մարզիչը Տարոնը Թովմասյան եւ Քրիստինե Պետրոսյանը։ Այդ հարցում շատ են օգնում, որովհետեւ չի կարելի մարզիկների հետ միշտ խիստ վարվել, կոպիտ վարվել։ Պետք է նաեւ մեկ-մեկ էլ բաց թողնել, բայց իմ մոտ չի ստացվում, որովհետեւ չեմ ուզում էլի տենց լինի։ Այդ հարցում օգնում է Տարոնը, այդ հարցում օգնում է Քրիստիկը։ Քրիստիկը այդ կանացի հարցերն է կարգավորում սաղ տեղը տեղին։ Մեծ մյուս հարցերը ինգեր Տարոնը, ասենք ինձ արդեն աղջիկները մի քիչ ես չեմ ասում վախենում են, բայց քաշում են մի քիչ վախենում են, էլի, որ մի տեղից ցավում է կամ ասենք բռնված ես, մգանես չեմ ուզում, բանտես բաներ ինգեր Տարոնն են ասում, ինգեր Տարոնը ինձ է ասում, ես պլանը փոխում եմ։ Այդ կարգի մենք ինգերավոր հա, այդ կարգի բաները պետք են, էլի, չի կարելի շատ բաց թողնել եւ չի կարելի շատ սեղմել։ Եվ վերջին հարցը. ձեր մարզչական կարիերայում ո՞ր հաղթանակն է եղել ամենահուզիչը։ Լանսիկի աշխարհի չեմպիոն դառնալը։ Ես այդպես էլ մտածում եմ։ Եվ շատ 2009 թվականի Կոյանգում, հա։ Չնայած չեմ էլ ուզում առանձնացնել, գիտեք, այնքան դժվար է ինձ համար, բոլորի ելույթն է ինձ համար շատ հուզիչ։ Ես ինձ նայում եմ, երբ որ կրկնությունը ցույց են տալիս, ես ինչ վիճակի եմ այդ պահին, ես սկսում ես եմ դե ես չեմ։ Հատկապես այս անգամ ով էր Էմանոր 41-ը Եվրոպայի առաջնորդը, ես ինձ տեսա վախեցա, ես մարդ ինչ որ չի մեռնի միջև, մի կենտան եմ մնացել։ Ես ինչ վիճակ է։ Ամեկի հետ մենք ամեն մոդեսմանը մենք այդքան էներգիա ենք ծախսում, իշքան ինքը ծախսում է մեկ անգամ։ Մեկ մարզիկը 6 անգամ է մոդենում, 8 հոգին 6 անգամ 48, մենք 48 անգամ շտանգա ենք անում։ Այդքան տանջվում ենք։ Բայց թե Պարներսն ես ցանկանում եմ, որ կանանց ծանրամարտի հաջողությունները բազմապատկվեն ու ձեր այդ հուզական մոտեցումները, հուզական ֆոնը պահպանվի, բայց միայն լավ առումով, որպեսզի դուք կարողանաք կանանց հասցնել ամենաբարձր նվաճումների։ Սիրելի բարեկամներ, այսօրվա հաղորդումը ավարտվեց, Արտաշես Ներսիսյանն էր հյուրս, Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։